Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը օրենքի խախտմամբ չի անցել ներպետական համաձայնեցման պարտադիր ընթացակարգերով։ Պայմանագրի տեքստի Ադրբեջանի հետ փոխհամաձայնեցումից և ստորագրումից առաջ այն պետք է ներկայացվի արտաքին գործերի, արդարադատության, ֆինանսների նախարարություններին եզրակացություններ ստանալու համար, մինչդեռ արդարադատության և ֆինանսների նախարարություններից Factor TV-ի գրավոր հարցմանի պատասխան հայտնել են, որ պայմանագրի տեքստն իրենց չի ներկայացվել եզրակացության համար։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես են արտաքին գործերի նախարարությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում, թե խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտադրությունների մասին հռչակագիր են ստորագրել, այն նախատեսում է մասնավորապես գերատեսչությունների միջև տարեկան քաղաքական խորհրդակցությունների անցկացում, համագործակցություն ապա տեղեկատվության դեմ պայքարում և դիվանագետների վերապատրաստում։ Համատեղ ասուլիսում Բարոն շեշտել է, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերություններն արդեն իսկ մեծապես ռազմավարական են, բայց ծրագրում են նախապատրաստել ռազմավարական գործընկերություն, որն ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, այդ թվում պաշտպանության ոլորտում։ Ֆրանսիացի պաշտոնյան նաև տեղեկացրել է, Փարիզը պատրաստվում է Գորիսում հյուպատոսություն բացել։ Հայաստանն Իրանի համար դարպաս է դեպի Եվրասիական տնտեսական միության 200 միլիոնանոց պոտենցիալ շուկա։ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։ Նա շեշտել է, Հայաստանը ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Իրանը սահման ունի։ Թեհրանն իր հերթին պատրաստ է անցուղի տրամադրել դեպի Պարսից ծոց։ Քննչական կոմիտեից $590,000 գողանալու աղմկահարույց գործով երկու անձ կալանավորվել է, նրանցից մեկը կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն է։ Օրերս հայտնի էր դարձել, որ անհայտ անձը մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք և հափշտակել $590,000։ Նա շենք է մուտք գործել աշխատանքային ժամին ու այնտեղ մնացել ամբողջ գիշեր։ Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարի հետևանքով դպրոցահասակ աղջիկներ են մահացել, նրանք Երևանի թիվ 29 ավագ դպրոցից էին, այդ օրը դասղեկի հետ էքսկուրսիայի էին գնացել։ Նյուզեյմի տեղեկություններով դասարանի հետ նաև ծնողներ են եղել, 10-րդ դասարանում սովորող 4 աշակերտներ որոշել են կվադրոցիկլ նստել, ղեկին ինստրուկտորն է եղել։ Ըստ ականատես ծնողների ինստրուկտորը գերազանցել է արագությունը, ինչի հետևանքով կվադրոցիկլը կողաշրջվել է, վթարից հետո վարորդը դիմել է փախուստի, ավելի ուշ ձերբակալվել։ Ըստ տեղեկությունների նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Կիևի ցանկությունն է, որ ռազմական գործողություններն ավարտվեն արդեն այս տարի, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան։ Ֆրանսիական Լիբերասյոնին տված հարցազրույցում նա նաև ասել է, պատրաստ են ցանկացած ձևաչափում խոսել այն քայլերի մասին, որոնք թույլ կտան դադարեցնել պատերազմը։ Պատրաստ են խոսել ցանկացած ձևաչափում։ Սիբիհան շեշտել է, խաղաղության հասնելու համար շատ կարևոր է, որ Ռուսաստանի նկատմամբ ճնշումը թե եվրոպացի դաշնակիցների և թե Միացյալ Նահանգների կողմից չդադարի։ Միացյալ Նահանգները, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վերացրել են Կիևին հեռահար զենքի մատակարարման սահմանափակումները, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Շեշտելով, որ Ուկրաինային մատակարարվող զենքի տիրույթում այլևս սահմանափակումներ չկան, Մերցն ընդգծել է, սա նշանակում է, որ Կիևն այժմ կարող է պաշտպանվել, այդ թվում օրինակ հարվածներ հասցնելով ռուսական տարածքում գտնվող ռազմական դիրքերին։